մեր ազգի, խնդրեմ ինչ ունեք ասել, իսկ առաջին օրը ջահերով երթը այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որը չի ընդունում, դատապարտում է Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ։ Բարև, հարգելի հայրենակիցներ, նախ երեք չառաջ օրվանից երեկոյան այդ հզոր ու մեծ երթից ու երեկվա այդքան մարդաշատ լինելուց ես մեր ցեղասպանության համար ես իմ խոնարհումս մեր ժողովրդին զոհվածների հիշատակի առաջ չենք կարող որևիցե մի բան անենք գոնե մեր ներկայությամբ, մեր մասնակցությամբ, չգիտեմ, մասնակից լինենք, ուղղակի այստեղ մի քանի բաներ եղավ, մի քիչ նաև արտասովոր էր, սկսեմ այն դրոշի թեմայից, որ դրոշը վառեցին մեր ջահելները, նախ ասեմ, այսօրվա իշխանական մարդկանցից ընդեմ երկու պատահական ծնունդներ միթոմ թրջնի բարձրությունից նկարել էին այդ բազմահազար երիտասարդների ջահերով երթը ու իրենց արևին ուզում էին բան անեն, իմանալով թե կարող է շատ քիչ մարդ գա, էդ էլ ասեն տեսակ, որ ոչ ջահը եղավ ջահերով երթը, ոչ էլ մարդկանց քանակներ մի քանակ, բայց փառք Աստծու մեր հայի գենը հələ աշխատեց, չեմ ուզում ասեմ այս անգամ էլ աշխատեց, բայց այտենց էլ եղավ, թե ջահերով երթը, թե դրոշները վառելը, թե երեկվա մարդկանց այդքան հոսքը, ես շնորհակալ եմ իմ ժողովրդից, այն ժողովրդից, ով հարգեց երեկվա մեր ապրիլյան այդ հիշատակը և այնով ամուր կանգնածա իրա մեր ավելի ճիշտ ժողովրդի թիկունքին, որպեսզի կարողանանք ապրենք, որ մեր երեխաների համար գոնե մի քիչ Հայաստան ստեղծենք, որ գոնե իրանք մեր թոռները գոնե չտենան, այն ինչ մենք տեսանք, այն ինչ տենում են այսօր մեր երեխաները։ Հիմա այդ դրոշի այրելու թեման։ Հիմա վարչապետ ասենք, ընդ ինչ է խոսացել, ոնց է խոսացել, միթոմ բարիշում են, միթոմ ընկերություն են անում Թուրքիի հետ բանման, այդ իրանց գործն է, այդ լրիվ սուտ է, ասենք լա կարող է, չեմ ընդունում, բայց կարող է ասեց, դա դատապարտելի է, հասկացանք այդ։ Բան մարդիկ, անհատ մարդիկ ինչ են կանգնել, թե բա դա անելու բաներ, դուք հասկանում եք, որ սա տենց արիք, դուք հասկանում եք, մենք այդ ահռելի պետության հետ կռվում ենք, բա դուք չգիտեք, մենք պարտվում ենք ու դուք նրանց դրոշները վառում եք ու դուք ինչ եք անում, ես եք անում, են եք անում, սուքուշիվան են կապել, պատասխանեմ ձեզ, այ երեխեք ջան, այ տղեկ, աղջիկ, կնիկ, ովկակ, գնացեք նախ ձեր գենը ստուգել տվեք, մենք չենք պարտվել, մեզ տարել են պարտության, բայց դա հլա վերջնականը չի, այսօր չգիտեմ ով ինչքան ոնց կգա ժամանակ այդ ամեն ինչ իրա տեղը կընկնի, բայց դուք ձեր այդ հայկական խոսակցությամբ երկար չեք գնալու, դուք պատրաստվեք, որ հանրությանն եք պատասխան տալու, չեմ ասում ինձ անհատից կամ մեկին, մեր հանրությանը պատասխան եք տալու, թե դուք խի թուրքական, ադրբեջանական դրոշները ավելի վեր դասեցիք, քան այն ահռելի հզոր Արցախի կորուստը, ահռելի Արցախի ցեղասպանության ձևով այսօրվա օրով ոչնչացրած այդ ամեն ինչի եւ նաեւ 15 թվականի, որ 110 տարի անցել է, 1,5 միլիոն զոհերին դուք ոնց եք արա, ում աչք է, ոնց եք նայում, հենա իմեջում դիտմամբ տեղադրել եմ իմեջում, կարող եք մտնեք ոնց է Ալիևը Արցախի դրոշի վրա, որտեղ որ մեծ մասը հայկական դրոշն է, իսկ այն սպիտակը գիտենք, որ Արցախին ավելացած, Ալիևը քցած իրա ոտերի տակ, որով քայլում է, այնա մտեք իմեջը սիրուն կտենակ, ու նորից եմ ասում, դա պետք է մեր վարչապետը չասեր, բայց որ վարչապետն ընդ թղթեր են ստորագրում, ինչեր են անում, դեն խաղաղության ըստ իրենց, ես ըստ ինձ չեմ ասում, ինքն ասենք ասեց,
դուք չգիտեմ ինչ բառերով ձեզ ասեմ, որ հասկանաք, չնայած կարող ասեմ ուրախանաք այդպես բառերով, չեք ամաչում արա բադուկ չեք ամաչում, այդ ինչ եք անում։ Էդ էլ երեք ուրեմն բարձրանում ենք տղաներով, մեկ էլ իջնում է մի հատ գնդապետ, որ ասում եմ այսով ասրա դեմքին ծանոթ չի։ Ուրեմն ոչ մեդալների կողմի վրա, հակառակ կողմի վրա մի հատ ալումինից գույնը թռած մեդալ էր կախած, որը որ ընդհանրապես կապ չուներ հայկականության հետ, կարող է միհին ինչ որ չգիտեմ, ինչ որ կոոպերատիվի կամ ասենք ինչ որ կազմակերպության մեդալ էր, երկու հատ էլ զնաչոկ։ Չգիտեմ, կարող ադրբեջանական էր, ու այդ մարդը պարադնի պագոններով, պարադնի հագուստով, սարոշկի ռազմերը մի քանի անգամ այս վզի պահը մեծ, այտենց դեմներովս հակառակ ուղղությամբ իջավ, դե որպես ինքը գնդապետ, ոստիկանություն իրան թույլատրել էր, որ հակառակ իջնի, ես ճիշտն ասած, եթե այդ օրը չլիներ իրան կհակազդեի, հենց այդտեղ կպատրեի իրա դիմակը, բայց լռեցի, ինձ զսպեցի, եկա տուն հասա ու լսեցի իրա հայտարարությունը, որ լրագրողները թե հետով էր բռնցրել, աչքնել էր հանել, հայտարարումա թե բա մենք չգիտեմ, շատ բաներ չեմ հիշում, են եմ հիշում, որ ասում է, ես կռվող տղա եմ, կռիվների վաղ տեղել եմ այդ ոսկեպարի տարածքներում, այդ գյուղերը են ինչ տվինք, դա պետի շուտ տայինք, դա պետի չվերցնեինք, ու տենց լիքը բաներ, դա իհարկե սրան կարելի է գործուղել խոզնավար, որովհետև երեք խոզնավարում էլ են կրակել այս երեկվա վրա, տուն են վնասել դեզդեն, չգիտեմ կապում են եղերնի հետ, չեն կապում, չգիտեմ ինչ են անում, բայց այս գնդապետին պետք է ուղարկենք, որ ընդեղ էլ տենա որը որից հետո է, ընդեղ ինքը սահմանագծի, նոր միանգամից արդեն մեր պետության աշխատողները գնան ու ամենառաջինը պետք է իրան սիրող զինվորականը սրան կանչի միտեղ, մի չգիտեմ, չեմ ասում մի ձոր, ուղղակի միտեղ կանչեն աչոտ ուզեն, իրա պարադնի հագնվելու համար, այդ դաժան օրվա միջոցառմանը ներկա լինելու համար, պարադնի մեդալներով ով է գնում, արա եղեր, այտենց բան ով է տեսած, համենայն դեպս ես ինչքան եղել եմ ինձ չի հանդիպել, կարան գնան զինվորական, կարան գնան ազատամարտիկի ձևով խոնար, բայց պարադնի հագնված, մեդալը, մի հատ մեդալը գնդապետը կախած, գնացելա ու ընդեղ վդրուկ բաները հենց իրա ձևով էլ ոսկեպարի տարածքները արդեն հանձնում է, խնդրում եմ այդ մարդուն ուղարկեք մի հատ մեղրի մեկ էլ ընդեղ, բայց ուղարկելուց առաջ ես կյանքում սա առաջին անգամ եմ սենց բան ասում, բայց ազգային անվտանգությունը այստեղ լուրջ անելու թեմա ունի, խնդրում եմ զբաղվեք այդ մարդով, ով էր այդ մարդը, չեմ ասում, որ զինվորականները այո, պիտի այս մարդուց վերջել են, ասում են, հաշիվ ուզեն, ասեն, այ բալամ, այս մեր շորերը դուխի ես հակելու, թե մեր անունից բաներ խոսում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, մի քիչ շատ վատ բաներ ապրեցինք, մեր վարչապետն ու շատ դաժան հայտարարություն արավ, համենայն դեպս շատ մեր սրտով չէր, որոշ տեղեր համընկնում է Էրդողանի այդ հայտարարության հետ, ու մարդիկ էլ կանգնում են ծափ են տալի, որ տեսակ Էրդողանը սենց ասեց, տեսակ Էրդողանը նենց ասեց, արա Էրդողանը խի բդի չասի, խի բդի չասի Էրդողանը սենց կամ նենց, Էրդողանը ջան ասելով մեր հերնանիցում է, մեր հերնանիցում է ջան ջիգարանելով, Էրդողանը խի բդի չասի, բա Էրդողանը ինչ պտի ասի, դե լավ որ տենակ որ Էրդողանը ձեր արունն է ուզում, բեն Ալիևի դրոշի վրա քայլերը հերիքա, այդ նույն օրը խոզնավարի վրա կրակել է հերիքա, ու տենց լիքը բաներ չեմ ուզում ես օրինակները բելի շատ բերեմ, որտև այսօրվա թեման չի, բա հերիքա, բա Էրդողանը պտի ասի, բա ինչ պտի անի, համենայն դեպս
մի բան ասեմ, ես ցնած չգիտեի, որ այտենց մեծ Երուսերով պետք գնան ցեղասպանության մեր հուշահամալիր, մի քիչ ցնած լավ զգացի, որ այտենց շատ մեծ թիմով եկել են, ասենք, համալիր, բայց երեկո անել ես լուրեր ընթերցելու ժամանակ, որ տեսա, որ են ծաղիկները բանը ստուգում են այդ մինայսկացելներով բանով, էլի մի քիչ սա գիշեր ոնց որ չկարաս քնես, աչքի դեմը լի, այսինքն ոնց 100 տարի այդ միշտ եղել է, թե մենակ այս տարի էր, թե հետո են մնացած նախագաներն էլ եկան, չնայած են Լևոն Տեր-Պետրոսյանին չտեսա, չգիտեմ տարիքա ինչ է, իրանց էլ չեմ տեսել, բայց կադրերի մեջ կային, ասենք, նախկին երկու նախագահները եկել էին Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքով, Սերժ Սարգսյանն իրանց թիմով, եկել էին, բայց այդքան մինայսկացելներ, այդքան բաներ այդ մարդկանց մարխի չկար, այդ ինչ էր չեմ հասկանում, մի քիչ կարող է ես սխալ եմ հասկանում, բայց համենայն դեպս առաջին անգամ տեսա, որ այդ ծաղիկները այտենց հավաքում են ու մի քիչ իմ համար դաժան էր։ Ինչ ասենք, ժողովուրդ ջան, այսօր Ինչ ծաղիկներ եք հավաքում, պարոն Շիրինգարյան, ինչ նկատի ունեք։ ուրեմն այն բանի երիտասարդների ջահերով երթի տարած ծաղիկները Երեք համացանցում տեսանյութ եղավ, որ Փաշինյանի այցից առաջ Հա, բա այդ եմ ասում։ այդ ստուգները նկատի։ Այդ բա ուրիշ ինչ։ Այն վաճառվող ծաղիկներն են պետք է ստուգեին։ Չէ, այդ ծաղիկները ստուգեցին ծանր էր իմ համար, ինչ ճիշտն է, ես չգիտեմ այդ ոնց էր, բայց կար այն ինչ կար։ Հիմա ասենք այլ թեմաների, այսօր չես, քանի վաղտ արդեն առաջ լսում են, որ 3 միլիոնանոց ուժիններ են անում, բան են անում, ժողովուրդ ջան, այդ 3 միլիոնան թվերը ձեր համար ինչ է, ում էլ ծիխարի ասեք կբերի կլեցնի ձեր ուժինն արեք, ղեկ է ժողովուրդին խոսացնում, այսինքն շատ արդարեք, փող չկա, 3 միլիոնով ուժին եք անում, որ ինչ-որ մեկի օգնեք, կամ չգիտեմ ինչ, ախր գոնե, ոնց ասեմ ախր, Ես մեր աչքի առաջա օրեկան քանի տոննա բենզինա վառվում ստենդ է, քանի մարդ հենց ընց աշխատավար ստանում հենց ստեղ ընդ, ուզում եք բան անեք, դու ասես, էկոնոմիա անեք, ինչ-որ մեկին օգնեք, ընդեից օգնեք արա, հիմա չեմ ուզում սես մանրազնին, են բաների նման չեմ, ես ասեմ, են ասեմ, ընդե ասեմ, ախր տենք չի է, ախր եթե մի կամի մասա որ հավատում է, ընդունում է, Իմ տեսակը չի կարող ընդունի ու խեղդվում ենք, հասկանում եք, որ ասենք, սենց ասեմ, ներեղություն իմ տեսակ, մարդիկ շատ կան, ներեղություն, որ մեզ էլ է կեշի տեղ տնում, ոխր մենք կեշ չենք ձեր ցավը տանը, այտենց մի արեք, խնդրում եմ, էլի ձեր ուժիններն արեք, էլի ձեր ծիխարի ասեք, բերեն, կբերեն, ով չի բերի, իմ ես բան հալիցումից էլ ինչ ուզեմ, մի բան կտան, չնայած ես թույլ չեմ տալի, թույլ էլ չեմ տվել, Բայց դե սենց գրեք, ջնջեք, ասեք, հայտարարեք, ես իմ չգիտեմ մի քիչ դաժան է։ Այ օրինակ եկեք այս գլխավոր դատախազությունը, այս վերջերս դրին հայտարարեց, որ 100 քանի տոկոսով չգիտեմ սպանություններ է, թրաֆիկինգ է, չգիտեմ դե հանցագործ, դեն լիքը բաներ կա չասեմ, ավելացել է։ Արա լավ էլի, ձեր ցավը տանեմ արա։ Այս տեխնիկայի, այս ամեն քայլափոխի, այս հեռախոսների, այս ամեն ինչի մեջ այդքան տոկոսով գա ավելանա, լավ էլի, այդ որտեղ է գրած։ Հիմա չի աչքեք փակել, չնայած աչքեր փակեք, ասենք այդքան չի լի, դա երևի դրթել եք ավելի շատ մարդկանց, որ այդքան բաները արվի։ Դա ախր տենց չի, բսա պետությունը ախր պրծնում ենք կամած համընդերանք ջերմուկի դեսիդենի դիրքերը, համընդե ոսկե պարնա, հանդե չգիտեմ ուրիշ տեղերի մասեն խոսում ես հակտենանք, կամած հենց կրճատելով, հետն էլ հանցագործությունն ավելանա, հետը մի բան, արդեն պրծնում ենք, իրար խառնվում ենք, իրար հետ վատանում ենք մենք ախր մեր մեջ լիքը խոսակցություններ ա լինում, ինչ են չքաղաքական մարդն էլ արդեն քաղաքական ագետ դարել, ես կներեք քաղաքական մարդ ինձ չեմ համարում,
չեմ եղել, չեմ լինի, չեմ էլ լինելու, ես պետք է մեր ֆիդայինների անունները մի ձևով կարողանամ մեր սերնդին փոխանցեմ, որովհետև տորմուզ են տալի, թեկուզ դա որոշ մարդկերանց խոսքի բարերով եմ ասում, փարկաստու երկար ժամանակ այդ խոսակցությունն էլ չկա, հա, բայց մեր ֆիդայինների անուններն եմ ես ուզում պահեմ, բարձր պահեմ միտո, ես այնա էլի ասեմ կներեկի մեջում կա, ես ամսի 23-ին գնացել եմ Զորավար Անդրանիկից եմ ներողություն խնդրել, ֆիդայապետ աղբյուր Սերոփից եմ ներողություն խնդրել, որ ես վիճակում ենք էլի, մեզ կներեք, դե յուլա տանենք տնանք ես ինչա, ձեռոքներս բան չի գալի, ուր այն ժամանակները չի 5-10-20 հոգի կարաբինները վեկալենք, մոսինները վեկալենք, մտնենք չոլերը, տես բան չկա, քաղաքակիր ձևով ինչ-որ մի բան պետք է արվի, քաղաքակիր ձևն էլ էսա, խնդրեմ, որ դե գնում ենք պատա, հլավոր պատա, տենանք հետո ոնց կլի, ինչ կլի, հնենց որ չենք կարում գլուխանենք, թե ես մեր վիճակը ինչա, որտեղից ենք գալի ու ուր ենք գնալու, չնայած ես նորից մի անգամ էլ ձեզ ասեմ, ինձ կներեք, բայց ամեն ես իմ խոսքի մեջ, թե ուրիշ տեղ հայտարարություն լինի, թե այստեղ հայտարարություն լինի, եկեք մոռանանք նախկին ներկա թալանչի մաքուր, արդար, չգիտեմ, սև, սպիտակ դեզդեն, այդ եզրույթները ես խնդրում եմ, եկեք մոռանանք, ժողովուրդ ջան, խնդրում եմ մոռանանք, այսօր մեր հարցը նախկին Պուտինի հետ է, այսօր մեր հարցը նախկին Լուկաշենկոյի հետ է, այսօր մեր հարցը նախկին Ալիևի հետ է, այսօր մեր հարցը նախկին Էրդողանի հետ է, այսօր մեր հարցը նախկին Թրամփի հետ է, դուք ինչ եք ուզում նոր, հասկացանք, էլի նորը նախկինով եկեք, նորը աճեցրեք, պրծնենք ես ամեն ինչից, հո չենք ասում, որ հա էլի, սենց պետք է միշտ նախկինները, չէ, բայց գոնե մի տեղից որ կարողանանք ոտերներս դնենք առաջ գնանք ախր, սենց չի լինում, հա, ներկա թազեկից ասեմ, Վրաստան, քանդվեց Վրաստանը Սաակաշվիլին, Զելենսկի, տեսակ ինչ եղավ Զելենսկին, տեսակ, երկիր արդեն լրիվ քանդվել է, բան չի մնացել, դե մեր մասին էլ չեմ ասում, հիմա ինչ ասեմ, տենում եք, չգիտեմ, մի խոսքով ապրենք, տենանք, բայց ես ուրեմն ճիշտն ասած Մարիամ ջան, ես չէի ուզում այդ թեմային անդրադառնամ, որովհետև չգիտեմ խի Երանի չտենայի անցած տարի ես են երեխեն այդ երեխուն ընդեղ տեսա, այդ երեխու հայացքը իմ մեջից չեմ կարողանում ջնջեմ, որ սաղ Հայաստանը այդ ասում էր այնտեղ բոլորը կանգնած այդ դավաճան բառն էին ասում, հիմա դե Աննան ասենք իրա գործն է, հիմա ինչ արտահայտության, ինչ դեմքի միմիկաններ բան դա իր գործն է, բայց այն երեխու այդ չեմ կարում մոռանամ այն երեխու հայացքը, այն երեխու ձևը ու նաև ասեմ, որ շատ լավ էր, որ այս տարի չկար այդ երեխեն, որովհետև էլի պետք է մի ինտրիգ էր, էլի մի բան, իսկ Աննային ես չեմ տեսել եկելա, թե չի եկել, չեմ կարա դա ասեմ, չեմ տեսել, բայց ասենք այն նախագահներին տենց տեսեն մնացած եկել են հանգիստ, համեստ, թիմով, իրենց ընտանիքով, մնաց որ իմ համար, իմ հոգու խորքում ինձ լավ զգացի, որ այդ երեխուն այս տարի էլ բանի նչան գազազած, ջղայնացած, նաև ես եմ այդ գազազացի մեջ մտնում, կներեն մեր այդ ժողովրդի բերանի ծամոն դարավ այդ երեխեն անկախ իր մեղքից, այդ երեխեն վաղը չէ մյուս օրը մեծանալու է, նա ոնց է կարալու այս իրա փաստորեն իրա պապայի մասին այդ ասողներին ժողովրդին, նա չի կարալու ների, չնայած կարող է շատ, չգիտեմ ինչ տեսակ երեխա մեծանաների, բայց համենայն դեպս այդ արտահայտությունը նրա մեջից այդ երեխու մեջ պետքա, չգիտեմ,
հոգեբանորեն մեծ հարված ստացավ այդ երեխեն, նորից եմ ասում, ես փոշմանել եմ, որ անցած տարի այդ երեխուն տեսել եմ Ծիծեռնակաբերդում։